Արարատի մարզի Հայանիստ գյուղից Հովտաշատ գյուղ տանող կամուրջն է։ Օրեր առաջ վթարի հետևանքով կամուրջը փլուզվել է ու այսօր էլ գյուղացիները ստիպված են ոտքով անցնել կամուրջը։ Հովտաշատից մեքենայով գալիս են հասնում կամրջին, ոտքով անցնում կամուրջը ու տաքսիով կամ այլ մեքենայով շարունակում ճանապարհը։ Գյուղացիները բողոքում են շուրջ 1 շաբաթ է նման իրավիճակ է ճանապարհին, բայց աշխատանքներ չեն տեսնում։ Այսքան տեղը գալիս ենք, իջնում ենք, այնքան տեղը ոտքով գնում գալիս ենք։ Հերոյ է, բայց թե մեքենայով եք գալիս։ Չէ, մեքենաներով։ Դեռ չեմ նկատել աշխատանքներ, նույն բանն է, նույն ձևն է մնացել։ Սենց չի կարելի, աշխատանք են գնում, վերջ-վերջը չեն կարող հասնենք ժամանակին աշխատանքի։ Երեկոյան գալուս էլա, այսինքն գալիս եք էլի։ Հա, գալիս ենք այստեղ կանգնում ենք, ընտանիքի անդամներից գալիս են, տանում են։ Ստեյկայի չամ, ստուց ոտքով մի Դե ավտոբրնեմ, որ այդամ մեր գյուղ։ Ես չեմ նկատել, որ աշխատանքներ իրականացնում են։ Քանի ամսակ։ 7։ Ու հեսպես պիտի գնամ։ Այո, ինչ անենք։ Ես Երևանից պոլիկլինիկայից եմ գալիս, ոտքով պետքա ճանապարհ անցնեմ, որ տուն հասնեմ։ Մեքենա եք նստելու, թե ոտքով շարունակեք։ Չէ, ոտքով պետքա շարունակեմ։ Իսկ ինչքան է հեռավորություն մոտավոր, ինչքան պիտի քայլեք։ Մոտորապես մի 400 մետր։ Ուղղակի շատ անհարմար է։ Բալիկն էլ է Երևան դպրոց գնում, տրանսպորտը անդադ փոխում ենք։ Քանի օր է այս վիճակն է։ Շաբաթ օրվանից էր կարծում։ Այլ ճանապարհ կա, որով կարող եք գյուղ հասնել։ Սենց շատ հեռու է, մեկ էլ Էջմիածինի ճանապարհով։ Եթե Էջմիածինի ճանապարհով տաքսին ահավոր թանկ է։ Ուղղակի հնարավորություն չկա այդքան։ Այլ ընտրանքային տարբերակը, որով առաջարկվում է շրջանցել փլուզված կամուրջը, շուրջ կես ժամով երկարացնում է ճանապարհը։ Բացի այդ էլ այնպես չէ, որ այն ավելի բարվոք վիճակում է գտնվում։ Վարորդները բողոքում են, որ այդ ճանապարհով անցնելիս վնասում են իրենց մեքենաները։ Դե ոչ շրջանցեք։ Հեսա հարցրիկ մարդանց։ Իսկ այլ ճանապարհ կա Հովտաշատ գնալու։ Այս ուղղությամբ են գնում, այս Տրուբեի հիմնական իրավանով այդ մեն Ջետաշինից են դուրս գալի, եթե երկարացնում են Չոբանքյարա լսած կլինեք, այդ գծով են հելնում դուրս։ Բայց այդ ճանապարհը բարվոք է, հնարավոր է մեքենայով գնալ։ Եթե անձրևները տեղի ունենան, չեն կարող բեռնատարները գնալ։ Իսկ մարդատարները։ Ոչինչ, էլի հարմարոտ կարող են անցնել։ Այլ ընտրանքային ճանապարհ կա, բայց շատ երկար է էլի գյուղ հասնելու համար։ Բայց բարվոք է, մեքենայով հնարավոր է այդտեղով անցնել։ Շատ դժվար անցանելի ճանապարհ է էլի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանն այսօր բյուջեի քննարկման ժամանակ կարճ անդրադարձ կատարեց ստեղծված իրավիճակին, նշելով, որ հաջորդ տարվա բյուջեում 2 միլիարդ դրամ կհատկացվի մարզերում նման չնախատեսված խնդիրների լուծման համար։ Արարատի մարզպետն էլ միայն հայտնեց, որ այս պահին նախագծման աշխատանքներ են ընթանում, թե երբ բնակիչները գետնի վրա կտեսնեն այդ աշխատանքները ու դրանց արդյունքը հայտնի չէ։ Խնդրում եմ սարքեք։ Ինչքան ժամանակ է այս վիճակն է, ինչ եք։ Մեքենա ես նոր եմ գալիս, ես չգիտեմ մեքենաները սաղ ջարդում ենք, աղջիկ ջան, մեքենաները ջարդում ենք։ Մեղք եկեք մեզ։